Մի ավտո ենք փորձել ու չենք հանել, հետ ենք բերել, 2 տոննա իջավ։ Լարսի անցակետից հետ ուղարկված բեռնատարներով ելակը Մեյմանդարի շուկայում կես գնով են վաճառում առևտրականները։ Այլ տարբերակ ասում են չունեն, հակառակ դեպքում որոշ ժամանակ անց ստիպված կլինեն աղբը նետել բերքը, որի համար ամբողջ տարի քրտնաջան աշխատել են։ Իմ խալազենիկը միացած ապրանքը մեջն է, մենք մտածում ենք ծախենք։ Հայաստանից Ռուսաստան ելակի արտահանումը Հայաստանի սննդի անվտանգության տեսչական մարմնի կողմից մասամբ արգելվել է պտուղներում կարանտին վնասակար օրգանիզմներ հայտնաբերելու պատճառով։ Տեսչական մարմնից պարզաբանում են արտասովոր ոչինչ չկա, իրենց բնականon գործառույթն են իրականացրել։ Ստուգել արտահանվող ապրանքը, որտեղ խնդիր է հայտնաբերվել, արտահանումն արգելվել է։ Ֆինանսական վնասները դեռևս չեն հաշվել ելակաճեցնողները։ Հույս ունեն գոնե ցածր գնով տեղական շուկայում իրացնել ելակն ու նվազագույնի հասցնել կորուստը։ Միլիոնների վարկեր են վերցրել շահույթ ակնկալելն այլևս անիմաստ է, փորձում են այնպես անել, որ գոնե վարկերի տակ չմնան։ Արդեն վաճառել եմ։ Ինչ գնով վաճառեցիք։ 2500 դրամ, 3 կիլո։ Այսինքն ֆինանսական վնասներ եք կրել է։ Միանշանակ։ Ինչ ֆինանսական վնասների մասին է խոսքը, ինչքանի մասին է խոսքը։ Չեմ կարող ընդանուր քանակն ասեմ, չափը չեմ կարող ասեմ։ Թիվը փոփոխական է միշտ։ Ստեղծված իրավիճակից տուժում են նաև փոքր ջերմոցներ ունեցող գյուղացիները, որոնք միայն տեղի շուկայի համար են բերկաճեցնում։ Այս օրերին, երբ Ռուսաստան արտահանվող ելակը նույնպես դուրս է բերվել հայկական շուկա, մրցակցությունից դուրս չմնալու համար ստիպված են եղել իրենք էլ նվազեցնել ելակի գինը։ Այժմ ինչ անի։ Ունի որ հետա գալու է։ Այս անգամ թեև Հայաստանի տեսչական մարմինն է կիրառել արգելքը, ոչ թե Ռուսաստանը, առևտրականների մոտ տագնապային տրամադրություն է։ Մտավախություններ ունեն, որ մինչ ամռան վերջ խնդիրը չի կարգավորվի ու չեն կարողանա արտահանել ոչ ծիրանը, ոչ թութը, ոչ էլ ցանկացած այլ պտուղ, որն աճեցնում են հենց այդ նպատակով։ Այս երկրից ինչ արտահանես։ Սա փագա հենա ելակը լսել ենք ռուսով գնացել է։ Ռուսաստանը թեև օրեցօր ավելի կոշտ սպառնալիքներ է հնչեցնում այն մասին, որ Հայաստանը չի կարող միաժամանակ երկու աթոռին նստել եւ եթե շարունակի գնալ ԵՄ անդամակցության ճանապարհով, ապա հետևանքները ծանր են լինելու։ Իշխող ուժը Ռուսաստանի կողմից կիրառվող սահմանափակումներին խորհուրդ է տալիս լուրջ չվերաբերվել, հայտարարելով, որ դրանք ընթացիկ խնդիրներ են եւ որ հունիսի 7-ից հետո բոլոր խնդիրները լուծված են լինելու։ Աշխատում ենք Ռուսաստանի գործընկերների հետ, շատ լավ աշխատանքային հարաբերություններ են, մի քանի օրվա մեջ կլուծվեն, ընդհանուր առմամբ բոլոր խնդիրների լուծման վերջին օրը հունիսի 7-ն է։ Հունիսի 8-ի առավոտյան, երբ որ քաղաքացիական պայմանագիրը շատ բարձր տոկոսով հաղթանակ կտանի, բոլոր հարցերը արդեն լուծված կլինեն եւ Հայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառությունը, որը մեր իշխանության ժամանակ պատմական առավելագույնի է հասել, նոր ռեկորդներ է սահմանելու, արդեն իսկ նախանշվում է այդ ամոթ։ Ծաղիկի ջերմոցատերերի զգալի մասը ի դեպ արդեն 1 տարի է չի կարողանում արտահանում իրականացնել Ռուսաստանի կիրառած խիստ ու տնտեսվարողների համար անհասկանալի պահանջների պատճառով։ Ջերմոցատերերը մինչև այսօր էլ բողոքում են, որ ֆինանսական մեծ վնասներ են կրում, իսկ պատկան մարմինները որևէ քայլ չեն ձեռնարկում նրանց խնդիրները լուծելու համար։